խաչը կյանքի ծառը նրանց համար, ովքեր վստահությամբ մոտենում են նրան, եւ հենարանը նրանց համար, ովքեր ապավինում են խաչին, ինչպես որ Տիրոջը պիտի ապավինեին։ Եվ խաչի ճանապարհով է, որ մարդը ազատագրված է։ Խաչը Աստծո սիրո ապացույցն է, որ այնքան է սիրում մեզ, որ իր զավակին այդ խաչի վրա զոհաբերել է մեզ փրկելու համար։ Բայց մենք այդ կյանքի ծառը թողնում ենք եւ գնում ենք ուրիշ ծառերի պտուղներ ենք քաղում։ Գնում ենք ուրիշ մարդկանց ենք լսում, այլ աստվածներ ենք փնտրում, այլ կուռքեր ենք մեզ համար կառուցում եւ սկսում երկրպագել, տեսանելի թե անտեսանելի։ Տեսանելին այն է, որ մենք նյութի մեջ ենք պաշտամունք մատուցում, իսկ անտեսանելին, որ մենք մեր ներսում, մեր եսին ենք պաշտում, մեր հպարտությանն ենք խոնարհվում, մեր չարությանն ու բարկությանը որպես կուռք դնում ենք մեր կյանքի մեջ եւ խոնարհվում նրա առջեւ չհասկանալով, որ այս վիճակով դու չես կարող երկար ապրել այս աշխարհի մեջ։